Երեմյան կաթնամթերքը ստացվում է սեփական ֆերմայի անարատ բնական առողջարար ակարգի կաթից, գերարտադրությունից մինչև փակ շղթայով կաթնամթերքի ստացում։ Երեմյան կաթնամթերքը վերահսկում է կաթնարտադրության ամբողջ ընթացքը։ Կաթը սեր է, ուժ եւ առողջություն։ Ողջույն, Հանրայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է։ Ես Վահե Տերմինասյանն եմ եւ ներկայացնելու եմ ձեզ հավաստի ու միաժամանակ մատչելի տեղեկատվություն ձեր առողջության մասին, որպեսզի բոլորս լինենք առողջ եւ իհարկե պահպանենք այդ առողջությունը։ Մեր այսօրվա գլխավոր թեման նվիրված է լինելու առաջին օգնությանը, գրագետ առաջին օգնությանը, որ դեպքերում ցուցաբերել առաջին օգնություն, որ դեպքերում անգամ պետք չի մոտ գալ ինչ-որ մեկին, գուցե վնաս չպատճառելու համար։ Կքննարկենք այսօրվա հաղորդման ընթացքում։ Սկզբից դիտենք միջազգային տեսանյութը, հետո արդեն վերադառնանք մեր հյուրի հետ։ Հայմլիխի հնարքը կյանքերը փրկել ոչ միայն կինոյում, այլև իրական կյանքում։ 1974 թվականն էր, երբ ամերիկացի վիրաբույժ Հենրի Հայմլիխն աշխարհին պատմեց իր ստեղծած մեթոդի մասին։ Այն այսօր էլ շարունակում է կրճատել սննդից խեղդամահության դեպքերը։ Ավելին, մինչև օրս ռեստորանների համաշխարհային ցանցեր կան, որտեղ աշխատանքի ընդունվելու համար մատուցողները հատուկ քննություն են հանձնում, որի ընթացքում գործի են դնում Հայմլիխի հնարքը։ ԱՀԿ տվյալներով սրտի կանգից հետո առաջին 4 րոպեի ընթացքում սրտի մերսումը 40-ից 50%-ով մեծացնում է մարդու ողջ մնալու հավանականությունը։ Շատ երկրներում առաջին օգնությունը ոչ միայն դպրոցական պարտադիր առարկա է, այլև որակավորման կարևոր բաղադրիչ։ Բելգիայում եւ Գերմանիայում օրինակ պարտադիր է առաջին օգնության հմտություններին լիարժեք տիրապետող 1 հաստիքային աշխատակցի առկայությունը, եթե տվյալ աշխատավայրում 20 եւ ավելի մարդ է աշխատում։ Բրիտանական Կարմիր խաչը վերջերս մի հետազոտություն է արել եւ պարզել, որ հարցվող մարդկանց միայն 16%-ն ունի բավարար գիտելիք առաջին օգնություն ցուցաբերելու։ 85%-ը վստահ չէ, կարող է օգնել անգիտակից մարդուն, թե ոչ։ Առաջին օգնության հմտություններին տեսականորեն տիրապետող 20 մարդուց միայն մեկն է ասել, որ իրականում կկարողանա օգնել տուժածին։ ԱՀԿ տվյալներով մոլորակի տարեկան մահերի 10%-ը դժբախտ պատահարների արդյունք է, իսկ զոհերից ամեն երկրորդը շանս ունի փրկվելու, եթե կողքին լինի մեկը, որը գիտի եւ գործի կդնի առաջին օգնության կանոնները։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, ուզում եմ ներկայացնել այսօրվա առաջին հյուրին, առաջին օգնության միջազգային փորձագետ Զարա Խոդրանին, ողջույն Զարա։ Ողջույն Վահե ջան։ Ես ուզում եմ շեշտը դնենք գրագետ առաջին բուժօգնության վրա, որովհետև կարելի է եւ գուցե չուզենալով, գուցե պատահմամբ, բայց վնաս հասցնել։ Այսինքն այն մարդը, որ շանսեր ուներ, մենք նրան ամբողջությամբ շանսերի զրկենք, կամ հակառակը, գուցե ինչ էլ անենք օգուտ է։ Մինչև ձեզ հետ քննարկումը սկսել է, ես ուզում եմ, որ այսօր տաղավարում նստած մեր հանդիսատեսը քվեարկի։ Եթե պատկերացրեք այսպիսի իրավիճակ է, դուք չունեք համապատասխան գիտելիքներ, բայց տեսնում եք, որ ինչ-որ մեկը անօգնական վիճակում է եւ ունի օգնության կարիք, դուք չունեք գիտելիքներ, դուք հեռու կկանգնեք ոչինչ չեք անի, թե դուք կփորձեք այնուամենայնիվ առաջին օգնություն ցույց տալ։ Խնդրում եմ քվեարկել, հետո մենք կզրուցենք Զարայի հետ, կփորձենք հասկանալ որն է ճիշտ տարբերակը։ Չասեք։ Եվ այսպես, առաջին օգնության այբուբենը։ Նախ նշենք ինչ է առաջին օգնությունը եւ որտեղ է ցուցաբերվում առաջին օգնություն, այնուհետեւ դասակարգենք ով կարող է ցուցաբերել, ինչ ծավալով կարող է ցուցաբերել եւ ինչ է մտնում առաջին օգնության մեջ, քայլերը հիմնական։ Գնացինք։ Ինչպես տեղյակ ենք, առաջին օգնությունը դեպքի վայրում ցուցաբերվող օգնությունն է ականատեսների կողմից մինչև մասնագետների մոտեցումը եւ այս տեսանկյունից մենք պետք է հասկանանք դա ոչ միայն ֆիզիկական վնասվածքների կամ հիվանդության ժամանակ է ցուցաբերվում, այլ նաեւ հոգեբանական, ծանր հոգեկան ապրումների մեջ տուժածներին պետք է ցուցաբերել առաջին օգնություն, լինելով նրանց կողքին։ Այսինքն, եթե համապարփակ մենք ասենք, առաջին օգնությունը դեպքի վայրում այն բոլոր գործողություններն են, որոնք ուղղված են տուժածի կյանքի պահպանմանը, տառապանքների մեղմանը, վնասվածքների հետագա բարդացմանը, ինչպես նաև նպաստելու ենք առաջին օգնություն ցուցաբերելով տուժածի արագ ապաքինմանը։ Առաջի տարբերակը դիտարկենք, ունենք փոքրիկ երեխա։ Ինչ է եղել փոքրիկի հետ։
Փոքրիկների հետ շատ հաճախ շնչուղիների խցանում ես կուզեի քննարկենք այսօր, որովհետև մեր փոքրիկները նախ իրենք են ամեն ինչ տանում դեպի բերան։ Երկրորդն էլ ոչ տարիքին համապատասխան ծնողները երբեմն մանր խաղալիքներ կամ սննդի տեսակներ են տալիս, որոնք երեխան դեռ չի կարող ծամել եւ այդ օտար մարմինը կամ սննդի մի մասը հայտնվում է շնչափողում եւ գործողություններից հետո մենք կարող ենք ականատես լինել այն պահին, որ երեխան անգիտակից է եւ չի շնչում։ Ինչքան ժամանակ ունենք։ Ինչքան շուտ, ինչքան շուտ, այնքան։ Մոտավորապես մաքսիմալ ժամանակ ինչքան է։ Հենց մենք տեսնում ենք, մենք պետք է շատ արագ սկսենք։ Իրավիճակից ելնելով չպետք է խուճապի մատնվել, շատ կարևոր նշան է։ Բարդ է։ Եվ պետք է ոչ թե երեխային գրկել ու վազել, գոռալ, այլ պետք է երեխային հստակ կատարել գործողություններ, որոնք ուղղված են սիրտ-թոքային, այսպես ասած, վերակենդանացմանը։ Մինչև այդ։ Կարծում եմ, որ հիմա դուք այդ ամեն ինչը մեզ ցույց կտաք։ Եթե մենք քննարկենք շնչուղիների խցանում այդ իրավիճակը, նախ եւ առաջ պետք է կատարել թիակների մեջտեղում հարվածներ եւ կրծոսկրի սեղմումներ տարբերակը, որը կօգնի դուրս բերել օտար մարմինը շնչուղիներից։ Ապա դրանից հետո եթե գործողությունները չեն ավարտվում օտար մարմնի դուրս գալով կամ գոնե շնչուղիները բացվելով եւ օտար մարմնի դեպի թոքեր կամ շնչուղիներ ստորին անցնելով, մենք պետք է կատարենք սիրտ-թոքային վերակենդանացում։ Ցույց տվեք, խնդրում եմ, որպեսզի բոլորը տեսնեն, թե ինչպես է դա ճիշտ իրականացվում։ Երեխան պետք է լինի կոշտ հարթ մակերեսի վրա։ Սեղանը շատ հարմար է։ Պետք է բացել շնչուղիները, երեխայի գլուխը շատ ետ ու առաջ չենք տանում, պետք է դիրքը լինի այսպես կոչված հոտոտելու դիրքը։ Մենք կարող ենք որևիցե գործվածք դնել երեխայի թիկունքի տակ, գլուխը ետ կգնա, հետ կգնա, սա բավարար է, որ մենք կատարենք ներփչումները, շնչուղիները բաց լինեն։ Մեր կացնում ենք, եթե հնարավոր է, ես կբացեմ, որ տեսանելի լինի։ Կարծում շատ սկզբունքային չի, չէ՞, եթե։ Չէ, շատ սկզբունքային չի, ուղղակի եթե հագուստի վրա չլինեն երկաթյա որևէ կոճակներ կամ ինչ-որ բաներ չլինեն։ Երեխաների հետ կապված սիրտ-թոքային վերակենդանացումը սկսում ենք 5 ստուգողական ներփչումով, այսինքն ներ ենք փչում օդ երեխայի շնչուղին եւ այս տարիքի երեխայի համար մենք օգտագործում ենք մեր այտերում տեղավորված օդի քանակը։ Այսպես, միայն այտերի քանակի օդը, հա, եւ մեր ամբողջ թոքերը չենք ոչ, ներփչում չենք անում եւ ներփչում անելուց մենք ներփչում ենք քիթ բերանը երեխայի միաժամանակ։ Ես հիմա ցույց կտամ տեխնիկան։ 1 2 Եթե ուշադիր լինեք, այստեղ մենք այստեղ կտեսնենք, որ թեթևակի շարժումը մենք տեսնում ենք, այսինքն կրծքավանդակը բարձրանում է։ Այնուհետև կատարում ենք սեղմումներ, հա, կրծքավանդակի մեջտեղում կրծոսկրի վրա երկու մատը տեղադրում ենք եւ կատարում ենք 30 սեղմում։ Խորությունը պետք է լինի կրծքավանդակի 1/3-ի չափով, իսկ արագությունը այնպիսին պետք է լինի, որ րոպեում 100-120 սեղմում լինի։ 26, 27, 28, 29, 30։ 1 2 30 սեղմում, 2 ներփչում կատարելով հաջորդաբար շարունակում ենք մինչ մասնագետների մոտենալը։ 30 սեղմումներ կրծքավանդակին եւ 2 ներփչում։ Որն ենք համարում դրական արդյունք։ Դրական արդյունք համարում ենք, երբ ենք դադարեցնում, նախ երբ գալիս է մասնագետը։ Չի եկել մասնագետը, վերականգնվել է շնչառությունը, երեխան ճչում է, բայց ամեն դեպքում երեխայի հետ գնում ենք հիվանդանոց, որովհետեւ օտար մարմնի մի մասը կարող է լինել ստորին շնչուղիներում, մի մասը կարող է երեխան սկսի հազալ եւ դուրս բերել եւ այդ գործողությունները պետք է կատարել չդադարել մինչեւ մասնագետների մոտենալը։ Տեսեք, մենք կարող ենք ցույց տալ, մենք կարող ենք հեռուստատեսությամբ օրինակներ բերել, բայց ասել, որ դուք հիմա նայեցիք մեր հաղորդումը ու դուք սրանից հետո գիտեք, թե ինչպես է պետք ցույց տալ առաջի օգնություն, ճիշտ չի լինի։ Դրա համար կան հատուկ դասընթացներ, որոնց կարող է մասնակցել ձեզանից յուրաքանչյուրը ու ես վստահ եմ, որ դա միայն ձեզ օգուտ կտա։ Մենք ունենք տեսանյութ, դիտենք, վերադառնանք։ 0-ից 1 տարեկան երեխաների մոտ շնչուղիների խցանման ժամանակ ֆիքսեք երեխայի ստորին ծնոտը, այսպես, եւ կատարեք հարվածներ թիկունքների մեջտեղում, հա,
5 հարված թիկունքին պետք է կատարել։ 1, 2, 3, 4, 5, հետո երեխային տեղափոխում ենք մեր մյուս ձեռքի նախաբասկի վրա եւ կրծքավանդակի մեջտեղում կատարում ենք հրումներ 2 մատով։ Դեպքեր են լինում, որ պարզապես միակ օգնություն այն է լինում, որ մարդու կողքին ես գտնվում եւ կարողանում ես շտապ օգնություն կանչել, ոնց որ մի քանի օր առաջ էպիլեպսիկ նոպա եղավ իմ ներկայությամբ, զուտ այդքանով կարողացա օգնել, բայց մնացածը այն ինչ որ վերաբերվում է վնասվածքներին եւ այլն, գիտելիքներ են պետք ու այնպիսի բան է, որ դու կարող ես անմիջականորեն օգնել։ Պտուկները միացնող գիծը տանում ենք եւ կրծոսկրի վրա 2 մատը տեղադրում ենք, ուղղահայաց պետքա լինի մատները, լավ։ Ահա, եւ կատարեք 1, 2, մի քիչ։ Ամենատարրական քթի արնահոսության ֆակտորը, որ գիտեինք, բայց մոռացել էի, որ արյուն գալուց ոչ թե պետքա գլուխը բարձրացնել, այլ հակառակը։ Այնուհետև, եթե մենք չունենք վիրակապական նյութեր, մենք կարող ենք անգամ տուժածի ձեռքով ծածկել իր վնասվածքը եւ ուղակի սեղմում անել եւ բարձրացնել վերջույթը։ Սա արդեն իսկ առաջին քայլն է, որ օգնում է դադարեցնել արյունահոսությունը։ Աշխատել եմ միշտ խոճապի չմատնվել, որովհետև դա շատ օգնում։ Գրագետ մոտեցումը ամենակարևոր բանն է, որը այսօր ստացանք։ Մանավանդ երեխաների հետ շատ բարդ է եւ շատ կարևոր է իմանալ այն մինիմալ գիտելիքները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի երեխային, մեծին, նրա ով ունի դրա կարիքը կարողանաս համապատասխան օգնություն տրամադրել։ Բալիկիս հետ է եկել, հուսով եմ ինքն էլ ինչ-որ օգուտ քաղեց այն ինֆորմացիայից, որ ստացանք բոլորս։ Արմունկները չեն ծալվում, ձեռքը դնում եք, արմունկները ուղիղ, սեղմեք, ահա, հրումները շատ լավ է։ Երբ որ ճիշտ առաջին օգնություն ես ցույց տալիս, հետագայում բուժօգնություն տրամադրելը մասնագետների կողմից շատ ավելի հեշտ է լինում։ Վիրակապելուց հետո ցանկալի է, որ վնասված հատվածը լինի սրտի մակարդակից բարձր։ Առաջին օգնությունը իրականում բոլորի կյանքում է կարևոր, որովհետև ոչ ոք ապահովագրված չի այնպիսի խնդիրներից, որոնց կարող է բախվել փողոցում, տանը, ցանկացած վայրում, որ կարողանա կյանք փրկի։ Հենց առաջինը կարևոր է կյանք փրկելու համար ցանկացած բան իմանալ առաջին օգնության մասին։ Դասընթացն իսկապես շատ կարևոր է, ես անպայման ել եմ գալու։ Ներկայացնում ենք մեկ այլ իրավիճակ, ունենք տուժող, գիտենք, որ կարիք ունի դեղամիջոցների, ու մենք այդ դեղամիջոցները ձեռքի տակ ունենք։ Իրավունք ունենք մենք արդյոք վերցնել, ներարկել ոչ մասնագետ իրականում իրավունք ունի թե ոչ։ Առաջին օգնության ծավալի մեջ եւ ոչ մասնագետի համար դեղորայք տրամադրել, ներարկել կամ գնալ խանութից գնել, բերել տալ տուժածի պահանջով չի կարելի։ Ուզում եմ եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրել այդ հարցին, որ դուք բուժող բժիշկը չեք։ Անկամ եթե դեպքի վայրում եք, դուք ունեք բժշկական կրթություն, դեղամիջոցներով օգնություն ցուցաբերել կարող են միայն շտապ օգնության աշխատակիցները։ Առաջարկում եմ տեսնել, թե ինչպես քվեարկեց մեր հանդիսատեսը։ Այն պարագայում, երբ չգիտի ինչպես ճիշտ օգնություն ցույց տալ, բայց գուցե ուզում է օգնել, կանի արդյոք դա, թե ոչ։ Այո, կանեմ, ոչ չեմ անի, այսինքն ճնշող մեծամասնությունը գտնում է, որ կանի։ Համաձայն եք։ Նայած ինչ կանի, Վահե ջան, որովհետև առաջին օգնության ծավալի մեջ գործառույթները շատ են, հուսով եմ մեծամասամբ կզանգահարեն շտապ օգնություն, կկանչեն օգնություն մասնագիտական, կսահմանազատեն տարածքը, չեն թողնի, որ մարդիկ, ովքեր չեն տիրապետում առաջին օգնության հմտություններին մոտենան եւ սխալ օգնություն ցուցաբերեն։ Բայց տեսեք, իրենք հենց ասում են, որ հենց իրենք կանեին ու սա կարող է իսկապես խնդիրներ առաջացնել։ Մյուս տարբերակն են քննարկում։ Մենք գիտենք, որ տուժողը ունի դեղորայքի կարիք։ Բժիշկ չեմ տիրապետում, բայց ուզում եմ այդ դեղը վերցնեմ, ներարկեմ։ Կարելի է այդպիսի բաներ անել, թե ոչ։ Դեղորայքի հետ կապված ոչ։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, առաջին օգնության պարագաների մեջ ինչ է մտնում եւ դրա հետ կապված դնենք սահմանները, ինչ կարելի անել, ինչ չի կարելի անել ոչ մասնագետներին դեպքի վայրում։
Առաջին օգնության պայուսակի մեջ մենք պարտավոր ենք ունենալ անհատական պաշտպանիչ միջոցներ, օրինակ դիմակ, ձեռնոցներ, հա, մեկանգամյա օգտագործման իրենք կարող են լինել։ Որտեվ դուք երբեք չգիտեք, թե ինչով է տառապում տուժող անծանոթ մարդ է, փողոցում ընկել է, գուցե ինքը ունի ինչ-որ սուր վարակիչ հիվանդություն կամ ինչ-որ ոչ սուր վարակիչ, բայց հիվանդություն, որը կարող է փոխանցվել ձեզ։ Այո, իհարկե, եւ մարմնի հեղուկների հետ ցանկալի է շփվել պաշտպանված, օրինակ արյուն կլինի կամ փսկուկ կլինի, վիրակապեր տարբեր չափսերի պետք է ունենանք, որով կարող ենք վիրակապել օրինակ պատրված վերքերը, վնասված հատվածները, ունենք սպեղանիներ, այսպես ասած կպչուն սպեղանիներ մանրեազերծված, կարող է լինել նաև այս արծաթափայլ ծածկոցը, որը կոչվում է փրկարարական ծածկոց, եւ իհարկե մենք կարող ենք ունենալ դեղորայքից միայն յոդի ջրային լուծույթը, որով կարելի է մշակել վերքը։ Ուզում եմ խոսել ժգուտի մասին, որը ցանկալի է, որ լինի մեր այսպես կոչված առաջին օգնության պայուսակներում, բայց ժգուտի օգտագործման համար պետք է ունենալ հմտություններ համապատասխան։ Փորձենք ցուցադրել տարբերակ, երբ ունենք ճապահած մարդ, որը ունի խնդիրներ եւ փորձում ենք անել սիրտանոթային վերակենդանացում, այստեղ կան տարբերություններ, այսինքն այն թվերը, որ մենք ունենք երեխայի պարագայում, այն հաճախությունը, այն արագությունը, դրանք արդեն տարբերվում են։ Տուժածը պետք է լինի հարթ կոշտ մակերեսի վրա, հատակը շատ հարմար է, պետք է հանենք ձեռքի զարդերը եւ հավաստիանալուց հետո, որ տուժածը անգիտակից է, չունի շնչառություն եւ չունի անոթազարկ, մենք պետք է ահազանգենք շտապօգնություն կամ խնդրենք ինչ-որ մեկ ահազանգի եւ մենք սկսենք սիրտոքային վերակենդանացում։ Ձեռքը տեղադրում ենք կրծքավանդակի մեջտեղում, կրծոսկրի վրա եւ աշխատում ենք սեղմումներ կատարել միայն ափի բլրակով։ Մյուս ձեռքով ֆիքսում ենք մատերը, որպեսզի ամբողջ ափով չսեղմենք եւ կատարում ենք համաչափ 5-ից 6 սանտիմետր խորությամբ 100-120 հաճախականությամբ սեղմումներ։ Ցանկալի է բարձրաձայն հաշվել, որպեսզի հաշիվը չկորցնել, լավ։ Ձեռքը չպետք է պոկվի կրծքավանդակից ու չենք ծալում արմունկները, այո, մարմնով ենք աշխատում, լավ։ Սեղմում ենք եւ թողում ենք, որ կրծքավանդակը բարձրանա, սեղմում ենք, թողում ենք կրծքավանդակը բարձրանա։ Եթե պատրաստ եք անել ներփչումներ չափահաս տուժածի համար, ամեն դեպքում օգնողի որոշումն է, որովհետեւ դրսում դուք չեք ունենալու պաշտպանիչ միջոցներ։ Ապա այստեղ նույնպես գլուխը ետ ենք տանելու, նայեք, բացելու ենք շնչուղին, գլուխը ետ ծնոտվեր այս դիրքը։ Փակելու ենք քթանցքները եւ կատարելու ենք ներփչում։ Եկեք փորձենք բացատրել, որ եթե գլուխը հետ չտարանք, շնչուղիները փակ են, ինչքան ուզում եք փչեք, միևնույն է չի ստացվելու, այսինքն օդը չի անցնելու դեպի թոքեր։ Այս դիրքը նպաստում է, որ լեզուն, որը կպած է ստորին ծնոտի, գա առաջ եւ վեր եւ բացվի շնչուղին եւ դուք կատարեք ներփչում։ Ես ձեզ հիմա ցույց կտամ, այստեղ կարող ենք ավելի մեծ ծավալով ներփչում կատարել։ Փակում ենք քթանցքները, խորը շունչ ենք քաշում։ 1 2 եւ շարունակում ենք այսպես 30 սեղմում եւ 2 ներփչում կատարում ենք այնքան մինչև վերականգնվեց այս քանը տեսակ հիմա խնդրում եմ եւս մեկ անգամ քվեարկել դուք չեք տիրապետում դուք էլի կփորձեք օգնություն ցուցաբերել թե այնուամենայնիվ կհազանգեք շտապօգնություն կսահմանազատեք բայց ինքնուրույն չեք անի որոշումը ձերն է ես չեմ դրա պատասխանատուն ինձ հետաքրքիր է ընդամենը կարծիքը վերջին հարցը մինչև մեր հանդիսատեսը քվեարկում է ուզում եմ հասկանալ վերականգնեցինք Մարդը եկավ գիտակցության, սկսեց շնչել, ասեց շատ շնորհակալություն, ուզում եմ վերկենա գնա։ Մենք նրան թույլ ենք տալիս, թե ասում ենք կներես, սիրելիս, բայց մենք գնում ենք հիվանդանոց։ Պետք է տեղափոխել հիվանդանոց, կարծում եմ այդ պահին արդեն շտապօգնությունը մոտեցած կլինի։ Իսկ եթե դեռ ոչ մենք կարող ենք տեղափոխել մեր մեքենայով, եթե այն վայրում ենք, որ շատ ժամանակ կպահանջի շտապօգնության մոտենալը։ Ամեն դեպքում սրտի կանգը, անգիտակից վիճակը, չշնչող վիճակը շատ վտանգավոր է, դրա համար ինքնուրույն թողել տանը եւ համոզվել, որ ինքը վերակենդանացել է, չի կարելի։ Տեսնում եք, որ մեր տվյալները փոխվեցին եւ արդեն 50%-ը կարծում է, որ այնուամենայնիվ օգնություն կցուցաբերի, 50%-ը չէ։ Գիտեմ, որ Զարան կուզենար մի կետ եւս ավելացներ։ Կգնա սովորելու, անպայման կանցնի դասընթաց, որպեսզի
100%-ով անվտանգ եւ տուժածի համար եւ իր համար գնա եւ ցուցաբերի առաջին օգնություն անհրաժեշտության դեպքում։ Շնորհակալություն, իսկ մենք շարունակում ենք հաղորդումը, անցնում ենք արդեն մանկական հատվածին, մնացեք մեզ հետ։ Երեմյան կաթնամթերքը ստացվում է սեփական ֆերմայի անարատ բնական առողջարար ակարգիկաթից, կերարտադրությունից մինչև փակ շղթայով կաթնամթերքի ստացում։ Երեմյան կաթնամթերքը վերահսկում է կաթնարտադրության ամբողջ ընթացքը։ Կաթը սեր է, ուժ եւ առողջություն։ Շարունակում ենք հաղորդումը, եթերում այժմ ծնողների դպրոցն է, իսկ ով է ծնողների լավագույն բարեկամը։ Ծնողների լավագույն բարեկամը իհարկե մանկաբույժն է։ Մենք էլ ունենք հրաշալի մանկաբույժ, Գայանե Հովհաննիսյանին եմ ուզում դիմավորենք։ Ողջույն բժշկուհի։ Ողջույն բժշկուհի։ Լինում է օրինակ, որ նկատեք, որ ինչ-որ մի բան ծնողները սխալ են արել երեխայի հետ կապված ու որոշեք ասենք ջղայնանակ, բորկանակ, ասեք եկեք այստեղ հիմա ձեզ պատժելու եմ անկյուն եմ կանգնացնելու։ Երեխաներն էլ ասում, «Ինչ լավ էր, եկան փրկեցին մեզ»։ Իհարկե ոչ, որովհետև մանկաբույժի թվում է խնդիրը ոչ թե ծնողի վրա բարկանալն է, ծնողի հանդիմանալն է։ Բարի մանկաբույժ ենք դերել։ Այլ ծնողին սովորեցնելն է, կրթել, որպեսզի մենք էլ ունենանք կրթված ծնողներ եւ հետեւաբար առողջ մանկություն։ Լավ է, ուրեմն չենք վախենում նրանից եւ միանգամից անցնում ենք մեր խնդիրներին, դե որ այդպես է մեզ սովորեցրեք թե ինչ է սպազմոֆիլիա ասածը, որովհետեւ դա շատ հետաքրքիր թեմա է, երբ ասեմ որ մեր հովանավորը A կարգի սերտիֆիկացված մանկական երեմյան կաթն է, հետո կարող եմ նաև հարցնեմ, թե երեխաներին ինչ տարիքից կարելի է կաթ տալ, բայց հիմա դեռևս խոսում ենք սպազմոֆիլիայի մասին։ Շատ լավ։ Սպազմոֆիլիան ժամանակակից բժշկության մեջ կարող ենք հանդիպել մի այլ դասակարգման, օրինակ հիպոկալցեմիկ տետանիա, բայց բավականին շատ մեծ թվով երկրներ դեռ սպազմոֆիլիա տերմինը օգտագործում են։ Ինչ է իրենից ներկայացնում սպազմոֆիլիան։ Պարզ հասարակ։ Այո, սպազմոֆիլիան դա հիպոկալցեմիայի պատճառով առաջացող նյարդամկանային գրգռվածության բարձրացումն է երեխաների մոտ, որոնք կարող են ուղեկցվել որոշակի մկանախմբերի սպազմով, ցնցումներով, ցնցումային նոպաներով, մկանային կրճատումներով։ Ես կարող եմ դա նմանացնել մի այսպիսի պարզ իրավիճակի եւ երեխան օրինակի համար լաց է լինում եւ այսպես ամբողջությամբ կծվում է, ջղաձգվում է, ասում են այս երեխային հանգարց չթողնեք լաց լինի։ Նայեք, լացը միշտ չէ որ կարող է բերել նմանատիպ ցնցումների։ Առողջ երեխայի մոտ լաց այո կարող է բերել ինչ-որ էմոցիոնալ մի փոքր մկանային ջղաձգումների, բայց եթե կա արդեն հիպոկալցեմիա, դրա հետևանքով Այսինքն կալցիումի պակաս։ Այո, կալցիումի պակաս արյան մեջ մենք կարող ենք տեսնել լրիվ այլ տեսակի ջղաձգումներ, հա, որոնք կրկնվող բնույթի են, երբեմն կարող են ոչ միայն լացով ուղեկցվել նյարդային լարվածությունը բերել դրան։ Այսինքն երեխան ասած հանգիստ էր, հանկարծ միանգամից սկսում է լացը նյարդային գրգռվածություն կարող է լինել խթանող գործոն այս դեպքում, որը կարող է բերել մեր իմացած նյարդային ձգվածությանը, ջղաձգումներին։ Ինչ է տեսնում ծնողը։ Իհարկե ծնողը ինչ որ տեսնում է ինքը չի կարող բնութագրել դա որպես սպազմոֆիլիա, բայց ինքը կարող է տեսնել առաջի ախտանիշները նմանատիպ կրկնվող ինչ որ որոշակի մկանախմբերի ջղաձգումներ։ Օրինակ կարող են լինել կրկնվող բնույթի աչքերի անդադար հարթումներ, դեմքի մկանների ջղաձգումներ, վերջույթների բնորոշ շարժումներ, որոնք կրկնվող բնույթ ունեն։ Դա է ծնողին առաջինը հուշելու, որ պետք է անհանգստանալ եւ դիմել մանկաբույժի, մանկաբույժը կուղղորդի արդեն նյարդաբանի, կկատարվեն որոշակի լաբորատոր հետազոտություններ, կհաստատվի կամ կհերքվի արդյոք արյան մեջ կալցիումի քանակի իջեցում, ըստ դրա էլ արդեն կորոշվի բուժական տակտիկան։ Ինչ տարիքի երեխաների մասին ենք խոսում։ Հիմնականում ըստ գրականության հանդիպում է 2-ից 7 տարեկան երեխաների մոտ։ Դա կարող է պայմանավորված լինել այլ վիտամին D-ի անբավարարությամբ եւ կախված թե ծնողը ինչքան գրագետ եւ ժամանակին է մուտք արել օրինակ հավելյալ սնունդը եւ առօրյայում ինչքանով գրագետ է երեխայի սննդակարգը կազմված։ Եթե այնուամենայնիվ նկատեցինք, որ ունենք այսպիսի ջղաձգումներ, ինչ անել այդ պահին։ Ինչ որ երեխային պետք է հանգստացնել, ջուր տալ, չգիտեմ, գրկել, ինչ որ լավ բաներ ասել։ Ցանկացած իրավիճակում Դեղ կա գուցե որ պետք է այդ պահին տանք երեխային։ Ցանկացած իրավիճակում ամենակարևոր բանը դա ծնողի հանգստություն պահպանելն է։ Իհարկե դժվար է, բայց ծնողը պետք է պահպանի հանգստություն, որպեսզի կարողանա նաև օգնություն ցուցաբերի իր երեխային։ Եթե ցնցում կամ ցնցումային նոպան վառ արտահայտված չի, երեխան արագ հանգստանում է, կարող է ցնցումից հետո դիմել արդեն մանկաբույժի հասկանալ ինչ խնդիր կար։ Իսկ եթե արտահայտված ցնցում է, ծնողը կարող է միանգամից զանգել շտապօգնություն եւ այդ մինչեւ շտապօգնությունը կմոտենա, երեխային պարկեսնել հարթ մակերեսի վրա, չփորձել ուժ գործադրման բերանը բացել, լեզուն ձգել կամ այդ ժամանակ հեղուկներ տալ, որովհետեւ խեղդվելու վտանգ կարող ենք ունենալ։
մաքսիմալ պահել հանգստություն եւ փորձել մինչեւ շտապօգնության մոտենալը երեխային ուղղակի պարկեսնել հարկմակերեսի վրա եւ կա ինչ որ վտանգ։ Այսինքն շտապօգնություն չկա։ Մենք, չգիտեմ, գնացել ենք քաղաքից դուրս ու երեխայի մոտ այդ ճղաձգումներն են, ես հասկանում եմ, որ մենք, չգիտեմ, բնության գրկում ենք, ոչ մի բան օգնության սպասելու տեղ չունեմ։ Ինչ անեմ։ Նայեք, ձեզանից պետք է սպասել որպես ծնող մինչև ցնցումը մարի եւ առաջի եթե կա տրանսպորտային միջոց, իհարկե երեխային ցնցումը մարելուց հետո դիմել արդեն բժշկական օգնության հասկանալու համար թե ինչ կատարվեց, որովհետեւ ջղաձգումներ եւ ցնցումներ կարող են լինել ոչ միայն սպազմոֆիլիայի արյան մեջ կալցիումի պակասից, այլ կարող են լինել այլ հիվանդությունների եւ այլ ժառանգական հիվանդությունների կլինիկական դրսևորում։ Ամեն դեպքում, եթե նմանատիպ ինչ-որ կլինիկայի է դիտվել, ծնողը նկատել է, պետք է առաջի իսկ հնարավորության դեպքում դիմել բժշկի։ Լավ, կալցիումի հետ հասկացանք, վիտամին D-ն այստեղ ինչ կապ ունի։ Վիտամին D-ն, քանի որ կալցիումի ֆոսֆորի փոխանակությանը մասնակցող հիմնական նյութերից է։ Այս կարող ենք ասել, որ դրանք իրար հետ կապված են։ Այո, մեկը մյուսի հետ կապված են եւ ես նշեցի, որ սննդակարգում վիտամին D-ի բավարար քանակը բավականին մեծ ազդեցություն կարող է ունենալ արյան մեջ կալցիումի քանակի կարգավորման հետ կապված։ Եվ պետքա ծնողը ընդգրկի սննդամթերք, որոնք հարուստ են վիտամին D-ով։ Մասնավորապես։ Ես այստեղ տեսնում եմ ձուկ, ձկան յուղ ես տեսա, կատնամթերք, որը որ երեխայի ռացիոնում պետքա լինի ամենօրյա գրագետ կազմված, որպեսզի երեխան արտաքինից ստանա բոլոր անհրաժեշտ նյութերը եւ չունենանք նմանատիպ խնդիրներ։ Կարող ենք ասել, որ եթե մենք ճիշտ ռացիոն կազմենք, ճիշտ սննդակարգ կազմենք, ապա ամենայն հավանականությամբ մեր երեխայի մոտ այդ սպազմոֆիլիան առանց որևէ հետևանքների կանցնի կգնա, կմոռանանք։ Կախված է թե արյան մեջ կալցիումի քանակը ինչ չափի է իջած։ Բացի դրանից, նաև սպազմոֆիլիայի պատճառների մեջ կարող է լինել հորմոնալ որոշակի շեղումներ, օրինակ պարաթորմոնը ինքը, որը որ կարգավորում է կալցիում, ֆոսֆոր փոխհարաբերությունը, ինքն էլ կարող է դրան բերել։ Եթե չկա հորմոնալ խախտում, հա, կարելի է սննդակարգով կարգավորել եւ եթե չկա շատ արտահայտված կալցիումի քանակի իջեցում։ Եթե անգամ շատ արտահայտված է, մենք դեղամիջոցների կալցիումով կարող ենք բարձրացնել մակարդակը եւ կարող ենք ասել, որ ամբողջությամբ խնդիրը կլուծվի։ Գրագետ մանկաբույժը, երբ որ կհայտնաբերի խնդիրը, գրագետ բուժման դեպքում մենք կարող ենք այո մի վախեցեք սպազմոֆիլիայից։ Այն բավականին տարածված երևույթ է, այո, շատ հաճախ ծնողները դրանից շատ վախենում են, սարսափում են, բայց իրականում այս խնդիրը ամբողջությամբ կարելի է շտկել, եթե ժամանակին դիմեք մանկաբույժին։ Սա ծնողների դպրոցն էր եւ մեր հյուրն էր Գայանե Հովհաննիսյանը, մանկաբույժ, շնորհակալություն, մնացեք մեզ հետ։ Ողջույն, ձեզ հետ գեղեցկության արվեստն է, որի ընթացքում խոսելու ենք առողջ մաշկն ու երիտասարդությունը պահպանելու գաղտնիքների մասին։ Մեր այսօրվա թեման ակնեն է։ Ակնեն ճարպագեղձերի քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որի ընթացքում ունենում ենք ճարպագեղձերի նորմայից ավելի արտադրում, այսինքն հիպերսեկրեցիա։ Ակնեն կարող է սկսել վաղ պատանեկան տարիքից, այսինքն պուբերտան տարիքում եւ ունենում ենք սկզբնական հատվածում սպիտակ կամեդոնների առաջացում, սև կետերի առաջացում, միլյունների, որը որ ճիշտ չբուժելու, ճիշտ խնամք չիրականացնելու դեպքում կարող է վերածվել բուն բորբոքային ակնեի։ Ակնեի դեպքում շատ կարևոր են լաբորատոր հետազոտությունները, քանի որ կան որոշակի հիվանդություններ, օրինակ ստամոք-սալիքային տրակտի խանգարումները, հորմոնալ շեղումները, որոնք կարող են ել ավելի բարդացնել ակնեի ընթացքը։ Որոշ ծննդատեսակներ կարող են գրգռել եւ նպաստել ճարպագեղձերի ել ավելի արտադրելուն, ինչը որ կարող է բարդացնել ակնեի ընթացքը։ Մասնավորապես առաջին հակացություններից է կաթը, շոկոլադը, գրգռիչ սնունդը, կծուն, թթուն, որոնք որ բերում են նյութափոխանակության խանգարման եւ ճարպագեղձերի նորմայից ավելի արտադրելուն։ Մեր այսօրվա բուժառուն ուներ երկրորդ աստիճանի ակնե, արդեն իրականացրել ենք կոմպլեքս բուժում, նշանակել ենք լաբորատոր հետազոտությունները, չունենք ուղեկցող որպես այնպիսին լուրջ հիվանդություն, ունենք տնային խնամք, անտիբիոտիկների կիրառում, արտաքին քսուկների ձևով եւ ներքին ընդունման ձևով։ Այսօր երրորդ այցն է, իրականացնելու ենք պլազմոթերապիա։ Ակնեի դեպքում պլազմոթերապիան համարվում է ամենաարդյունավետ միջոցներից մեկը, որի դեպքում մենք ունենում ենք լիարժեք բուժված դեմք եւ ունենում ենք եւ գույնի բացացում, եւ պիգմենտների վերացում, պոստակնե հետքերից հետո մնացած եւ իհարկե թույլ հակաբորբոքային ազդեցություն։
Ակնեի դեպքում խիստ հակացուցում է մասնագետի կողմից շաբաթը մեկ անգամ պիլինգների կիրառումը, որը որ կարող է վնասել։ Շատ կարևոր է, որ բուժառուն հասկանա, որ ակնեն դա հիվանդություն է եւ պետք է մոտենալ շատ լուրջ, այսինքն պետք է հետեւել ակնեի բուժումից հետո տևական ժամանակ տնային խնամքին եւ իհարկե պարբերաբար այցելել մասնագետին։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, մենք վերադարձանք տաղավար, արդեն բուսաբուժության մասին ենք մենք խոսելու։ Իմ հյուրն այսօր դեղագործական գիտությունների դոկտոր, Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր Նաիրա Չիչոյանն է։ Ողջույն, Տիկին Չիչոյան։ Այսօրվա թեման մենք իրականում որոշել էինք ձեզ հարցնել, թե ինչպես կարելի է բույսերի օգնությամբ արագ բուժել վերքերը։ Ավելին, մենք մի թեթև նախապատրաստվել ենք եւ որոշել ենք երկու բուսատեսակ ընտրել, դրանցից մեկը մասուրն է, մյուսը վաղենակը։ Փորձենք հասկանալ ինչով կարող են այս երկու հրաշալի բույսերը օգնել մեզ բուժել վերքերը։ Կա այդպիսի տարբերակ։ Այո, բայց մինչև վերքերին անդրադառնալը, պիտի ասեմ, որ սա Հայաստանի, մասրենիների, Մասրենու ուրեմն երկու տեսակներ են հանդիպում, երկու սեկցիայի մասրենիներ, բարձրավիտամինային, որոնք աչքի են ընկնում C վիտամինի բարձր պարունակությամբ, մինչև 20%, վիտամին C են պարունակում։ Բույսերի մեջ ամենաշատ C վիտամին պարունակվում է չորացրած մասրի մեջ։ Ես համաձայն չեմ։ Չէ։ Վիտամին C-ի բարձր պարունակությամբ միշտ աչքի են ընկել ցիտրուսայինները, այո, մասրենի, սև հաղարջենին, բայց այսօր գիտական հետազոտությունների համաձայն վիտամին C-ի բարձր քանակներ հայտնաբերվել են պղպեղներում, այո, ստացվում է, որ պղպեղները առաջատարում են վիտամին C-ի պարունակությամբ, հետո մասրենիները, բայց պետք է այստեղ տարբերենք բարձրավիտամինային մասրենիներ եւ ցածրավիտամինային։ Ամեն մասրենի չէ, այսպես։ Կամ այո, մասրենու կա դարչնային տեսակը, որը հանդիպում է ավելի հյուսիսային գոտիականության պայմաններում, այնտեղ մինչև 20% վիտամին C է պարունակվում, եւ ցածրավիտամինային մասրենիներ, դե Հայաստանի բաժին է ընկել մասրենու շնային տեսակը, որտեղ վիտամին C-ի, որում վիտամին C-ի պարունակությունը մինչև 7-8% է կազմում, բայց Հայաստանի ուրեմն շրջանակներում էլ մենք պետք է տարբերակենք բարձրալեռնային, ցածրալեռնային, Որոնք են լավը։ Բարձրալեռնային իհարկե, որովհետև վիտամին C-ն բույսի համար կարևոր նշանակություն ունի առավել լեռնային գոտիականություն, բույսի շնչառությանն է մասնակցում եւ ինչքան բույսի համար ստրեսային պայմաններ են ստեղծում, այնքան սինթեզվում է վիտամին C, Դե այնուամենայնիվ 7%-ը նույնպես հսկայական չէ, այո, բավականին բարձր ցուցանիշ է, դե չենք կարող համեմատել բարձրավիտամինային տեսակները, այնուամենայնիվ մասրենիները մեզ մոտ հանդիպում են նախալեռնային շրջաններում եւ մինչեւ 10% հասնում է վիտամին C-ի պարունակությունը։ Հիմա այստեղ մենք ունենք շնային տեսակը, ոնց ենք տարբերում, այստեղ ուղղակի վիրավորական ահնչում, չէ՞, շնային, այո, կանինը, ռոզա կանինը եւ ռոզա ցինամոմեա։ Հիմա այդ բարձրավիտամինային ցինամոմեա դարչնային տեսակն է, դեսպես են գիտնականները անվանել, ոչինչ չեն կարող անել։ Դա մենք չենք։ Այստեղ կարելի է տարբերել ուղղակի մուգ երանգով են տարբերվում, այնտեղ ծաղկաբաժակի ուրեմն մնացորդը այսպես հնգանկյուն սկավառակի տեսք ունի, բարձրավիտամինային մոտ կլորավուն է, այնպես որ մասնագետը կարող է հանգիստ տարբերել դրսից բերված մասրենու տեսակ է, բարձրավիտամինային, թե Հայաստանում, մեր տարածաշրջանում աճող մասրենու տեսակ է։ Իսկ վաղենակի մասին ինչ կասեք։ Զուգահեռ վաղենակի մասին խոսենք, վաղենակները ընդհանրապես հիմա բավականին հայտնի են որպես դեկորատիվ, բույսեր, հայրենիքը իհարկե միջերկրական ծովի առափնյա շրջաններն են, եվրոպական գոտիականությունը, բայց ավելի շատ վաղենակը ուրեմն հետաքրքրություն ներկայացրեց դեկորատիվ տեսանկյունից, հիմա շատ աճեցվում է, մշակույթում հայտնի է վաղենակը։ Վաղենակն էլ ինքը հետաքրքիր բույս է, կենսաբանոյն ակտիվ նյութերի բավականին պաշար ունի, այդ տեսնում ենք նարնջագույնի դեղինի երանգը, սա բուսական պիգմենտներն են, կարոտինոիդներն են հանրահայտ, այսօր գիտնականները շատ հետաքրքրված են կարոտինոիդներով, գիտենք որ բետա-կարոտինը վիտամին A-ի նախանյութն է։ Ու եթե խմենք վաղենակ, բայց սովորաբար վաղենակը թուրմի ձևով չենք օգտագործում, ավելի շատ քսուկների մեջ, կաթիլների մեջ։ Եկանք, հասանք մեր վերջերի բուժմանը։ Այո, պետք է ասել, որ
Վերքերի բուժման մեջ ընդհանրապես օգտագործում են յուղային լուծամզվածքները, բայց սա խոսքը չի գնում թարմ վերքերի մասին, որովհետև դա իր բուժման գործընթացը ունի։ Այնտեղ երբ որ արդեն վերքերի սպիացում է գնում, հա, սպիացման շրջանում օգտագործում ենք այս բույսերից պատրաստված յուղային լուծամզվածքները։ Ինչու յուղային, որովհետև յուղի մեջ անցնում են այն կենսական կարևոր նյութերը, այստեղ կարոտինոիդներ, այս դեպքում այստեղ ֆլավոնոիդները, որոնք ունեն ռեգեներացնող, էպիթելացնող, հա, ցավի զգացողությունը մեղմացնող, ես չգիտեմ, գիտական լեզվով ասած ազդում են այդ ֆերմենտների, հա, ֆոսֆոլիպազների վրա, արախիդոնաթթվի, չգիտեմ, դրա իրականում կարող ենք մենք տնային պայմաններում այդպիսի յուղային պատրաստուկ ստանալ, թե սա կարելի է։ Գիտեք, ես նախապատվությունը տալիս եմ գործառնային արտադրության պատրաստուկներին եւ վերջապես մեր ազգաբնակչությունը պիտի հասկանա, որ պետք է վստահել ստանդարտավորված պատրաստուկներին, հա, առհասարակ գործառնային արտադրության, որտեղ կենսաակտիվ նյութերը ստանդարտավորված են, հայտնի են հստակ չափաքանակները, այո, չափաբաժինները, բայց յուղային լուծամզվածքները հաջողությամբ կարելի է պատրաստել, իհարկե տնային պայմաններում, նույն մացերացիոն հայտնի տեխնոլոգիական եղանակ է, բուսական ձեթերի վրա թրմում են, հա, ծաղիկները, այստեղ պտուղները, սովորաբար օգտագործում են արևած ծաղկի ձեթը, ձիթապտղենու ձեթը, հա, եւ նույնը գործանային պայմաններում այդ ձեթերի վրա է թրման process-ը իրականացվում, ուղղակի այնտեղ հատուկ ճնշման տակ, հատուկ ջերմաստիճանային ռեժիմում։ Այնպես որ ունեն գործանային արտադրության յուղ եւ կարող են։ Եթե մեզ որևէ մեկը խորհուրդ տա վերքի բուժման համար, վերքի այ վերջնական հատվածներում այդ սպիական հատվածում օգտագործել վաղենակի կամ մասրից ստացված յուղային լուծույթները, դա ճիշտ է։ Այո, բացի այդ այս կարոտինոիդները եւ ֆլավոնոիդները, որոնք պարունակվում են այս բույսերում, իրենք եւ հակաօքսիդանտ են եւ ազդում են այդ բջջաթաղանթներում, հա, այդ ֆոսֆոլիպազ ֆերմենտի վրա, ընկճում են ուրեմն բորբոքման մարկերների առաջացմանը եւ այս մեխանիզմով իհարկե այստեղ նպատակարար չեմ գտնում այդ մեխանիզմների մասին, գիտականորեն ապացուցված է, որ այդ կոմպոնենտները բավականին լավ էպիթելացնում են, նպաստում են վերքերի սպիացմանը։ Այս երկու բույսն էլ Հայաստանում մենք կարող ենք տեսնել փողոցում քայլելիս, մեր Երևանում անգամ մենք կարող ենք տեսնել եւ մասուր, եւ վաղենակ։ Վաղենակը իհարկե դեկորատիվ, մասուրը ավելի շատ, չգիտեմ, որտեղ ասես, աճում է, եւ մենք արդեն իմացանք, որ սրանցից յուրաքանչյուրը կարող է օգնել վերքերի լավացման համար։ Շնորհակալություն, հիշեցնեմ իմ այսօրվա հյուրը Նաիրա Չիչոյանն էր, դեղագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, որին մեծ շնորհակալություն մեզ կրթելու, մեզ ինֆորմացիա տրամադրելու համար։ Մնացեք մեզ հետ։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, ավարտվեց մեր հաղորդումը, հիշեցնեմ մեր հովանավորն է Երեմյան առողջ, անարատ եւ 100% բնական կաթնամթերքը, հիշեցնեմ նաև, որ մենք աշխատում ենք ձեզ համար, մեր նպատակն է, որ բոլորս լինենք առողջ։ Եղիր առողջ, կհանդիպենք։